Ընկերներ բարև ձեզ, խաղաղություն ձեզ։ Այսօր զրուցում էի ճիշտն ասած։ Գիտես հասկացա, որ շատ ժամանակ ես մտածում եմ, որ իմ վիդեոները իրականում չեն նայում, ով է փոխվում եւ այլն, բայց հասկացա, որ մարդիկ նայում են շատ շատերը։ Ու գիտես ինչ է եկել մտքիս, որ ընկերներ ուր էլ որ լինեք։ Եվ որ ասում եմ անկածել լինեք, կանգնածել լինեք, չգիտեմ, փոփոխացել լինեք, կյանքի մասին է խոսքս։ Միշտ հիշեք Աստծուն։ Միշտ հիշեք, որ Աստված ամեն ժամանակ առաջնորդում է, ամեն ժամանակ օգնում, ամեն ժամանակ բարձրացնում է, պատրաստ է, ընկերներ, պատրաստ է Աստված հետ ընդունելու։ Այն որդու առակը, չար որդու առակը, որ գիտես գնում է, պատնում է, ուտում է, խմում է, վերջում սովից, այդ ամեն ինչից ինքն իրան հետ գալով ասում է գնամ իմ հոր մոտ, ասում է այդքան ծառաներ ունի, ասում է, գոնե ծառա կլինեմ, բայց գիտես հերը սպասում է, ու վազելով գնում ընկնում է, տղու գիրքը հերն է վազելով գնում։ Աստծո սերն ու քաղցրությունը նայեք ինչքան մեծ է, երբ որ այդ դեպքում որ դաժե ամեն ինչ վատնել ես, ամեն ինչ կերել ես, ամեն ինչ, չգիտեմ, տվել ես, կորցրել ես, քո Աստված, քո հայրը իրականում սпасելով քեզ սпасում է, երբ որ դու հետ կգնաս։ Այնպես որ ընկերներ, գիտես, ես իմ վիդեոներով ինչքան էլ որ իմ վիդեոները խիստ լինեն, կոպիտ լինեն, չգիտեմ, շատերն են ինձ ասում քո վիդեոները ոնց որ ավելի շատ խոսում եմ Քրիստոսի դիրքից կոպիտ ասած, հա։ Չէ, ընկերներ, ես էլ եմ մարդ, ես էլ ունեմ իրականում իմ թերությունները, իմ մեղքերը, ամեն օր իմ աղաչանքն ու ապաշխարությունը իմ Աստծո առաջ մատուցում եմ եւ այլն։ Բայց մի բան գիտեմ, որ ես երբեք մենակ չեմ։ Անկամ եթե ամբողջ այս աշխարհն էլ ինձ գցի, իմ Աստված ինձ չի գցի։ Իմ Աստված ինձ չի հրաժարվի, գիտես, իմ Աստված ինձ չի ծախի։ Գիտես, Քրիստոսին իրականում ծախել են։ 30 արծաթով իրականում ծախել են, ինքը ցավը ապրել է, ինքը դա երբեք չի անի, ընկերներ, ուղիղ ձեզ ասում եմ։ Ինչքան է որ ես մեղավոր լինեմ։ Գիտես, բայց Աստված սпасելով սпасում է, որ ես քայլանամ, որ դեպի ես, նենց որ դուք իմ խոսքը ձեզ է վերաբերում։ Ես իմ Աստծուն գտել եմ, ընկերներ։ Գիտես, ընկնելուց, հելելուց, չգիտեմ, այն ամենացավոտ տեղից պատտվի դեպի Աստված։ Ու շատ եղի, որովհետև բոլորը իրականում գիտեք ձեր սրտներում ձեր ընկնելու պատճառը։ Ու դուք շատ ժամանակ լսում եք, ընդունում եք կամ անարգում եք, այն ձեր հպարտությունը չի թողում, դե չէ, հա, դրա համար չի, բայց դուք ձեր սրտերում ձեր մեղքը գիտեք։ Ու ձեր մեղքը մի ծածկեք։ Խոստովանեք Աստծուն, գնացեք Աստծո մոտ, ասեք իմ Աստված։ Գործել եմ, հպարտացել եմ, անկել եմ, բայց բարձրացա, բայց ինձ կանգնացրու, որովհետև մի տեղ էլ գրած ասում արդարը 7 անգամ կընկնի։ Գիտես, նայում ես արդարը ոնց կարող ընկնի։ Հա, դες շատ, բայց գրած արդարը թեև 7 անգամ ընկնի, ու նորից կկանգնի, որովհետև Աստված է նրա մեջքին կանգնած։ Որովհետև այս կյանքը իրականում չարի իշխանության ներքո է ու միշտ կարաս ընկնես։ Միշտ մեղք պետք է գործես, ու ասում եմ որ մեկն էլ ասի որ ես մեղք չունեմ, սուտ ասանա։ Մենք մեղավոր ենք, ընկերներ։ Խնդիրը մեղքը չի։ Խնդիրը ձեր հոր մոտ վազելն է։ Գիտես, իմ երեխեքի պրակտիկայից հասկացել եմ, երբ որ դաժե բարկանում եմ, հենց այդ նույն օր առավոտով եղել ասել եմ այսօր չեմ պատճում, դավայ, բարկացած եմ, գնացիր։ Գիտես, երբ որ գնում ես իրականում հետո վերցնելու, այդ երեխան չի հիշում որ դու առավոտը բարկացած ես եղել իր վրա։ Ինքը վազում է քո մոտ։ Որովհետև ինքը գիտի որ դու ես իր հայրը։ Որովհետև ինքը գիտի որ դու իր ծանողն ես, դու իրան պահողն ես։ Բայց մենք այդպես չենք անում մեր Աստծո նկատմամբ, ընկերներ։ Իրականում մենք վազեք Աստծո մոտ, ընկերներ։ Դաժե եթե ձեզ Աստված հանդիմանել է, ձեզ խրատել է, որովհետև մի տեղ գրած ասում է, ում որ սիրում է, նրան հանդիմանում է, խրատում է։ Ինչպես մինան, ասում է, ինչպես մի հայր որ սիրում է իր որդուն խրատում է։ Եթե խրատել է ձեզ Աստված, դա վկայություն է որ ձեզ սիրում է Աստված։ Ընկերներ, երեխու պես մի տեղ գրած ասում է, Աստծո արքայությունը ասում է, որ չընդունի, ինչպես էս երեխեքը չեն մտնի։ Երեխու պես վազեք ձեր հոր մոտ։ Կլինեք մեղավոր, կլինեք, չգիտեմ, նեղված, կլինեք բարգացած, թեկոզ եւ Աստծո վրա։ Բայց վազեք ձեր Աստծո մոտ, ընկերներ։ Իրականում Քրիստոսի սերը թող է, որովհետեւ այդտենց սեր չկա, հենց այդ սերն է, որ միշտ ընդունում է, միշտ ներում է, միշտ համբերում է, միշտ հոգատար է, միշտ հույս ունի, ընկերներ։ Միշտ հույս ունի նրա համար, որ մենք կփոխվենք ու գնանք դեպի Աստված։ Սրանով է ուզում կիսվել, ընկերներ։ Ի սրտե, կամենալով կամենում եմ, որ ձեր Աստծո մոտ գնաք։ Ինչ էլ որ լինի, ուր էլ որ լինեք այս կյանքում, Դավիթն ասում է, թե գնամ երկինք, թե իջնեմ դժոխք մեկա չեմ կարող քեզնից տակնում եմ։ Ասում է դաժե երկնքեն ծերերը որ գնամ ասում է չեմ կարող։ Ընկերներ չեք կարող Աստծուց ծածկվեք։ Եթե չեք կարող Աստծուց ծածկվեք, հանձնվեք Աստծուն։ Գնացեք ասեք արել եմ։ Էսի եմ արել, այն եմ արել, խնդիր ունեմ եւ այլն։ Ու Աստված հավատարիմ ու ողորմած Աստված է, որ իր ողորմությունով ձեզ վերանորոգի, պահի, պաշտպանի, բարձրացնի, դուխ տա։ Էս կար սրտից այսօր խոսալու։ Օրհնում եմ ձեզ ընկերներ։ Մեկն է որ ձեր Աստված է, որ ձեր մեջքին միշտ կանգնած է։ Ինչքան էլ դուք ցեխոտ ու կեղտոտ ու մեղքերով լի լինեք, մեկը ձեր Աստված է, որ ձեզ ընդունում է։ Մարդը չի կարող ձեզ այդպես ընդունի ոնց որ Աստված։ Դրա համար
Մեր Աստված Աստված է։ Միակն է, որ Աստվածը գոյություն ունեցող մեծ ու կենթանի Աստված է։ Ապավին եք Աստծուն ընկերներ, վստահեք ու հույս դրեք Աստծո վրա, որովհետև Աստված երբեք ամոթով չի թողում գրած այդ գրքերում։ Սրանով եմ կիսվե ընկերներ, օրհնում եմ ձեզ, հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։